Գնացինք։ Սաշա Բելլի, а будут красавицы в черном։ Բարև ձեզ, ես Սաթին եմ։ Բարև ես Ժասմինն եմ։ Այսօր մենք մեր ներս ու դուրսի շրջանակներում խոսելու ենք մի թեմայից, որը այնքան էլ հեշտ չէ, զգայուն է բավականին եւ շատերիս համար բավականին արդիական։ Խոսելու ենք կոնֆլիկտից, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտից եւ ռոպագանդայից այդ կոնֆլիկտի շրջանակներում։ Շնորհակալություն Ժասմին այս զրույցի հնարավորության համար։ Թեման իրոք բավականին զգայուն է մեր հասարակության համար։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կոնֆլիկտոլոգների, կոնֆլիկտաբանների մոտ ընդունված է համարել աշխարհի ամենափակ կոնֆլիկտներից մեկը, փակ այն իմաստով, որ մեր հասարակությունները 3 տասնամյակ ապրել են բացարձակապես անջատված իրարից բոլոր հնարավոր կոնֆլիկտների դեպքում, նույնիսկ հիմա արտիական Գազայի, Իսրայելա-Պաղեստինի, եթե երկար նայենք կոնֆլիկտում, դե ռուս-ուկրաինականում ընդհանրապես խոսք չկա, 2014 թվականից հետո էլ շոու-բիզի աստղերը, դեռ ելույթ են ունենում, այսինքն մշակութային եւ մարդկային հումանիտար կապերը պահպանվում էին։ Մեր դեպքում մեր երկու հասարակությունները կարծես իրոք տենց ցեմենտաբետոնավորված են ապրել ու այդ 30 տարվա մեջ մենք ամենքս մեր ճաշն ենք եփել, այսպես ասած, մեր ռոպագանդային ենք դիմել, բայց մենք այսօր ուզում ենք խոսանք ավելի շատ ադրբեջանական ռոպագանդայի մասին, մերի մասին կամ գիտենք, կամ էլ գուցե այդքան էլ հետաքրքիր չի, չգիտեմ, չենք էլ պատկերացնում գուցե որ մենք էլ ռոպագանդա ունենք։ Շատ հաճախ իրանք էլ են նույն կերպ մտածում, բայց այսօր ուզում ենք ադրբեջանական ռոպագանդայի մասին խոսանք եւ առաջի հարցը ռոպագանդան որպես պատերազմի վառելիք, այսինքն մենք տեսնում ենք, որ նույնիսկ զենքերը լռելուց հետո էլ ռոպագանդան չի լռում, ինքը անընդհատ տենց մարմանդ կրակի պես, պահում է այդ ամեն ինչը։ Մյուս կողմից հարց է առաջանում, թե արդյոք ռոպագանդան կարա բերի ընդհանրապես պատերազմի, այդ կապը ռոպագանդա եւ պատերազմ, որն է ծնում որին հավնածվից թե ձուն հավից եւ ինչու չի լռում ռոպագանդան նույնիսկ թվում է թե պատերազմի ավարտից հետո ադրբեջանական ռոպագանդան ինչու չի լռում դա շատ այսպես կոմպլեքս հարց է ու կոմպլեքս ինչ-որ բարդ պատասխան է պահանջում, բայց նախ սկսեմ այնից, որ ես հակամարտությունների մասնագետ չեմ, կոնֆլիկտոլոգ չեմ։ Ես էլ չեմ մասնագետ։ Բայց մարդեմ, որ աշխատում է մեդիայում ու մեդիայի հետ, ռոպագանդայի, այդ շրջանակում կարամ ասեմ ինչ-որ գիտեմ։ Կարա արդյոք ռոպագանդան բերի պատերազմի, այդ մի քիչ այսինքն քննարկումներ կա այդ թեմայով, պատերազմի բերումը պատերազմ սկսելու որոշումը։ Դա քաղաքական որոշում է։ Հիմա քաղաքական որոշումը կայացնում են մարդիկ։ Այդ թվում մարդիկ, որոնք գուցե, չգիտեմ, ինչ-որ տարիներով եղել են այդ ռոպագանդայի տակ, ինչ-որ պահի կայացնում են այդ որոշումը, որտեղ համարում են դա ամենաճիշտ որոշումը այդ պահի։ Կարան կայացնեն մարդիկ, որոնք ոչ մի ռոպագանդայի տակ էլ չեն եղել, ուղղակի իրենց ձեռնտու է այդ պահին, կամ համարում են, որ իրենց երկրին ձեռնտու է, ու դա լինի այսպես շատ չոր հաշվարկ, բոլոր տարբերակները հնարավոր են։ Ու քանի որ մենք ոչ մեկի գլխի մեջ չենք, օրինակ, մասնավորապես տվյալ դեպքում Իլհամ Ալիևի գլխի մեջ չենք, քիչ մենք կարանք հավատանք, օրինակ, այնպես ինչպես ես եմ այդ մարդուն պատկերացնում, ես պատկերացնում եմ, որ ինքը չոր հաշվարկ է արել։ Ես չեմ հավատում, որ ինքը ունի ինչ-որ գաղափարաբանական այդպես մղումներ, էմոցիոնալ մղումներ, կամ որ ինքը ինչ-որ ռոպագանդայի տակ է եղել, նաև իր տարիքի բերումով, եթե մի քիչ երիտասարդ մարդ լիներ, գուցե, օքեյ, բայց իր տարիքը չի։ Բայց դրանք ինչ-որ բաներ են պատկերացումների, հավատի, չգիտեմ, ինչ-որ փսիխոլոգիզմի հիման վրա, որտեղ մենք նայում ենք մարդուն, լսում ենք ու ավտոմատ ինչ-որ հոգեբանական անալիզ ենք անում, որտեղ դա շատ արդեն հատուկ է, չէ՞, մեր սերնդին, այդպես։ Դրա համար պատերազմի վառելիք, պատերազմի գործիքներից մեկը, բայց ոչ պատճառը, չեմ կարծում, որ դա կարա լինի պատճառը։ Ու ինչքան դարաշրջան ավելի ու ավելի տեղեկատվական է դառնում, այնքան ինքը ավելի ու ավելի ազդեցիկ գործիք է դառնում, այնքան ավելի մեծ տեղ է գրավում այն մյուս գործիքների շարքում։
ոչ միայն երկու երկրների հակամարտությունների մեջ, այլ օրինակ տենց շատ լավ օրինակ կար, որ բռնապետության ժամանակակից բռնապետությունները, օրինակ, բռնապետությունը ոնց աշխատում է մարդկանց վախացնելու, հա, այդպես terror-ի մեջ պահելու սկզբունքով։ Հիմա եթե առաջ terror-ի մեջ պահելու համար պետք էր մի քանի միլիոն մարդ աքսորել գուլակ կամ համակենտրոնացման ճամբար կամ բան, որպեսզի բոլորը այդ մասին լսեն ու իմանան։ Հիմա այնքան շատ է ինֆորմացիա, որ մի 3 հոգու բանալես արդեն բոլորը կիմանան, որովհետև լուսաբանումը շատ է։ Այսինքն ոնց որ ստացվում է բռնության մակարդակը թվերով հաշված, հա, բռնության մակարդակը նվազել է, բայց վախի մակարդակը չի նվազել։ Ուղղակի նույն վախի մակարդակը ստանալու համար ավելի քիչ գործողություն է պետք։ Նույն կերպ դու այդպես կետային փոքր գործողություններով մտնում ես հակառակորդի ինֆորմացիոն դաշտ ու տենց փոքր հարվածներ ես հասցնում։ Էլի դա ստացվում է կարա լինի պատերազմի զուգահեռ, այնտեղ մարտադաշտում ինչ որ կրակ է եւ այլն, ուստեղ դու զուգահեռ հարվածում ես։ Ու կարա լինի այն ինչ որ հիմա ենք տեսնում, այսինքն 2020-ից հետո ֆոնային։ Դու համենայն դեպս դա անում ես, ու դու դրանով քեզ ապահովում ես ավելի լավ բանակցային պայմաններ։ Հա։ Որտեղ քո արժեքը արհեստական բարձրացնում ես։ Այդ արհեստականն է ինձ բամիջ հիշացնում է, օրինակ այդ ինչ որ Ադրբեջանն է հիմա անում, ռոպագանդայով ու ինչ որ թվում է թե абսուրդ բաներով բարձրացնելով իր բանակցային բանը, ինքը սկսում է բանակցել նրա շուրջ, ինչը տրամաբանորեն չպիտի լիներ, հա, սեղանին։ Մի քիչ հիշացնում է Էղմեսի պայուսակները, գիտես, որոնք արհեստական դեֆիցիտով վաճառվում են ինչ որ չգիտեմ բնակարանի գնով պայմանական այդ հա չէ абսուրդ թեմաներ ան ներմուծում ու ասում է եկեք դե ինքը դա վաճառում է ինքը վաճառում է բան որը մեծ հաշվով գոյություն որի ինքնարժեքը շատ ցածր է կամ որը գոյություն չունի բայց ինքը այդ փչելով կարողանում է դա վաճառել այդպես ինչ որ մարքեթինգ է հա ես էլ կարծում եմ ներքին լսարանի համար դա մի քիչ sense արդարացում է որովհետև կարող է ինչ որ պահի ինչ որ մի բան անես որ ներքին լսարանը չընկալի դա իսկ ռոպագանդան օգնում է որ դու ցանկացած պահի քո գործողությունները արդարացնես էլի այսինքն գործիք է ինքը հա ֆոնապահով հա իսկ դեպի դուրս ինքը միանշանակ պայքարի միջոց է այսինքն այդ բանակցությունների շրջանակում դու քո գինը բարձրացնում ես էլի հետո հակառակորդիդ իմիջի վրա ես ազդում միջազգային ընկալման մեջ որտեղ իրանք միայն ներսում չեն ռոպագանդա անում, դրսում էլ են իհարկե հակահայկական ռոպագանդա անում։ Բայց դու կարծում ես դրսում աշխատում է այդ ռոպագանդան։ Հա, գիտես, այնքանով է աշխատում, որ մենք շատ հաճախ ավելի ենք զոհի կարգավիճակում ընկալվում այս կոնֆլիկտի շրջանակներում, իրանք շատ ակտիվ այդ բալանսը փորձում են փոխել։ Այսինքն որ բա մենք էլ ենք զոհեր ունեցել, բա մենք էլ ենք զոհի կարգավիճակում, հələ մենք ենք զոհի կարգավիճակում, եթե իրոք ագրեսիվ ռոպագանդա են տանում, ու հա, պահա գալիս, որ մարդկանց գիտակցության մեջ նույնիսկ ասենք Ռուսաստանի լիբերալ համայնքը, որը այտենց ավանդական պրոհայկական է եղել, շատ ակտիվ ադրբեջանական ռոպագանդայի հաշվին բավականին այտենց վերանայում է իր վերաբերմունքը կոնֆլիկտի կողմերի հանդեպ։ Հա, իրենք մեծ քանակությամբ ռուսալեզու բովանդակություն են տալիս։ Հա, անգլերեն էլ, հա։ Ու դրա նպատակը քո զոհի կարգավիճակը ամրապնդելն է, էլի մարդկանց ուղեղներում, դա էլի բանակցային գործընթացում դիրքերդ ամրապնդելու ու առևտուրդ ավելի կոնֆլիկտի մեջ այդ ով ավելի մեծ զոհ կոնֆլիկտի բանը կա։ Հա, չէ, մենք մեր տրավմայից ազգային ելնելով մեզ միշտ թվում է, որ կա ինչ որ ակնհայտ զոհ, եթե ցեղասպանության թեմայից ենք խոսում, ու կա ակնհայտ դահիճ։ Այլ բան, որ այդ դահիճը չի ընդունում իր արած հանցագործությունը, բայց պատկերը, այսինքն տեղի ունեցած ակնհայտ, հա, ուղղությունը, հանցանքի ուղղությունը։ Այս մի կոնֆլիկտի դեպքում, ու հատկապես երբ որ ծանոթանում ես ադրբեջանական նարատիվի հետ, իրոք սկսվում է զոհի կարգավիճակի կոնկուրենցիա, որ շատ զզվելի բան է, երբ որ այսպես մրցակցություն է գնում, թե ով է զոհը։ Ասենք փսիխիկայի համար էլ էլի մրցել թե ով է զոհը
շատ բայց բանակցային գործընթաց է այնպեսին նա, որ զոհա ինքը շահում է զարմանալիորեն։ Դրա համար այդ առանձնահատկությունը կա մեզ մոտ։ Ուզում եմ խոսանք դեհումանիզացիայի, ապա մարդկայնացման մասին։ Էլի կոնֆլիկտաբանները ասում են, որ մեր կոնֆլիկտում ապա մարդկայնացումը աստղաբաշխական չափերի է հասել։ Նորից որովհետև չենք շփվում իրար հետ, հա, մեր պատկերացումները հիմնված են այն ինֆորմացիայի վրա, որը մենք մեր ներսից ենք ստանում։ Ինչպիսին է հայի կերպարը, այդ երևի ապա մարդկայնացված հայի կերպարը ադրբեջանական ռոպագանդայում, ինչպես է դա ազդում հասարակական գիտակցության վրա ըստ ու արդյոք փոփոխությունների է ենթարկվում այդ կերպարը գուցե պատերազմից առաջ եւ հիմա։ Մի հատ որպեսզի պատկերացնենք դեհումանիզացիան ոնց աշխատում։ Միշտ առաջինը բերում են Ռուանդայի ցեղասպանության օրինակը, զուտ որովհետեւ դա ամենա այսպես պարզ օրինակն է, ինքը եղել է ոնց որ մի գործողություն կարճ ժամանակի մեջ է շատ հեշտ է հասկանալ։ Երբ որ մի խումբը ունեին այդ իրանց 1000 բլուրների ռադիոն, որը ինչ որ պահի սկսեց մյուս խմբի, հա, որ այսպես նախատեսված էր զոհ լինելու տուտսիների ցեղախմբի մասին, նրանք երկու խումբներ Ռուանդայի բնակչությունն էին, Ռուանդայի քաղաքացիներ էին։ Սկսեց իրանց մասին խոսալ, ուղղակի իրանց անվանելով տառականներ, խաբարասերներ, բան։ Շատ ինչ երկու ամիս է տևել այդ process-ը։ Ուղղակի այդ ռադիոն անընդհատ կար, դե ինչ որ քաղաքացիական պատերազմի վիճակ էր առանձնապես շատ լսելու, նայելու, բան չկար, թե 90-ականներն էր։ Բայց այդ տառականներ ու ինչ որ պահի, երբ որ մտան ու սկսեցին տուտսիներին կոտորել, այդ մարդիկ իրոք իրանք բառացի իրար կողք ապրում էին, այսինքն չէ՞ որ գետոներով էին ապրում, բան իրանք բառացի իրար կողք ապրում էին։ Արդեն սպանողների գիտակցության մեջ չկար որ այս մարդիկ են, արդեն կար տառականներ։ Այդ շատ տարածված օրինակ է, որտեղ այդտենց շատ արագ է եղել, սովորաբար դեհումանիզացիայի այդ process-ը շատ ավելի երկար է, շատ ավելի նուրբ է լինում, կամ նուրբ չի լինում ոնց որ Ադրբեջանի պարագայում, բայց երկար է տևում։ Ադրբեջանի պարագայում իմ տպավորությամբ իրանք նախ ժամանակի վրա են խաղում, այն հաշվով, որ մեծանասերունդ, որը արդեն հայերին, իսկական հայերին չի տեսել։ Ինչա աշխատեց, տենց էլ եղավ։ Ու հիմա էլ չէ, երբ որ փորձում ես ինչ-որ ծրագրերի շրջանակում շփվես, ավելի խաղաղասիրաբար տրամադրված է ավակ սերունդը, որը դեռ հիշում է ոնց էին հայ հարևաններ ունեին, բայց իսկ ավելի փոքրերը, որ արդեն չեն տեսել, հարաբերս չգիտեն հայը ինչ է։ Ու հայ կերպարը գիտեն մեդիայից, ինչ-որ դասագրքերից, ու այդ կերպարը շատ վախենալու է։ Այսինքն ինձ էլ մի կես տարի ցույց տային, ես էլ հայերից կվախենայի։ Այնտեղ ես հիշում եմ տպավորվել այդ նկարը ինչ որ դասագրքից, որտեղ հղիկին է, ասես ինչ գծանկար է, գիտես, մատիտով շատ բարձրաց նկար է, հղիկին է ու հայ զինվորականը, որը ասես ինչ որ դանակը բարձրացրել է, որ այդ հղիկնոջ փորը ճղի ինչ որ ասես։ Այդ վիզուալ բաները, որ հիմնականում շատ ազդեցիկ են։ Իմ մեջ տպավորվել է այն պապիկին կացինով սպանող հայ զինվորը, որ թորնել կողքը կանգնած լացում է բան, որ պապիկիս հանգիստով։ Էլի չէ նկարը։ Հա, նկարը 4-րդ դասարանի դասագրքի։ Այդ մի կողմ, այսինքն վիզուալ բաները ու էլի հետաքրքիր որ դրանք ինչ որ ասած արվեստային նկարներ չեն, գիտես, ասենք, բարդ բաներ։ Իրանք մաքսիմում པարզ գծանկար են, որ դա կարար երեխա արածել է, իսկապես կարար օրինակ դրա վկա արածել է, իսկ դրա վրա աշխատում։ Դու նայես, հասկանում ես, թե մեկը դա տեսել է, կողքից մի քիչ նկարել է իմացել, կարար գծեր որպես վկայություն։ Ու մենք գիտենք, որ իսկական այդպիսի վկա չէ, ցեղասպանությունից այդպիսի վկայություններ կան, հոլոկոստից այդպիսի վկայություններ կան։ Դե իրանք շատ են խաղում այդ նարատիվի վրա։ Հա, մյուսը իհարկե խոսքային այդ վերբալ բանն է, էլ ինքը պիտի շատ པարզ լինի, որ աշխատի, ու իրանք գիտի շատ լավ անում են։ Նորից ինձ թվում է, քանի որ արդեն տեսել էին այս տառակաչի ինչ որ միջադեպ համեմատությունը իրաց պարագայում չէր աշխատի, բայց ինձ թվում է ինչ որ պահի ինչ որ կաբինետում դիտարկվել է այդ տարբերակը։ Կար է պատերազմի ժամանակ կամ հետո Արցախում նկար ունեին, որ սենց շորերով մարդեր, հատուկ թունաքիմիկատների հետ աշխատող էլի, մասկայով բան ու սենց փչում էր, տիպը հողը տառականազրկում է կամ չգիտեմ ինչ որ միջատներից վնասատու միջատներից բան անում էլի մաքրում է ինքը Պրիչոմ դա բան էր Ֆիլատելիայում վաճառվող բրիֆմարկը մարկա հա
այսինքն չի կարա դա պետական չլինի, էլի իրանց դեպքում են էլ։ Իմը տպավորված է նախ այդ շների բանը, որ շների բան արեցինք, այդ շատ հին արտահայտություն է, այսինքն շուն հայերը, չգիտեմ, շուն գյավուրները, գիտես, այդպես էլի։ Ու ինչքան իրենք նեղանում են ամեն անգամ, որ մենք ինչ որ իրանց ասոցացնում ենք Թուրքիայի հետ ու գուցե իսկապես ոչ արդարացիորեն ինչ որ պահերի Թուրքիայի հանցագործությունը պրոյեկտում ենք Ադրբեջանի վրա, իրենք նեղանում են, բայց միաժամանակ իրանք շատ հաճախ վերցնում են թուրքական նարատիվը հայերի նկատմամբ ու դա լավ ինչ-որ վախացնելու գործիք է, պսիխիկայի վրա ազդելու գործիք է, հա։ Ու հայլային բանը որ անում են, որ հայերը Հնդկաստանից են եկել, բոշա, ցիգան, ինչ որ էս բանը ինձ այդ հայլայնը սպանում է ուղղակի։ Ահա, ես մեկ абսուրդությամբ մեկ էլ նագլիությամբ ուղղակի, չէ, որ ժողովուրդ օքեյ։ Հա, իրանք նախ կորում են քո վրա, ու դա շատ էմոցիոնալ բան է, այսինքն ես չեմ տեսել, որ ինչ որ մեկը գա, ասի այդ, նու հա կարող է ինչ որ իրանց ակադեմիկոսների գրած ինչ որ բաներ բերեն, որովհետեւ ոնց որ շատ լուրջ չես ընդունում, որտեւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան բայց գրում են, ախր իրանց համար, երբ որ դաժե Facebook-ում կան պրոֆեսոր, դոկտոր Զաուր, չգիտեմ, ես ինչև, նո Ադրբեջան։ Ու այնց բաներ է գրում։ Որ Google-ը ձեր մոտ անջատել են ժողովուրդը, ասենք ոնց կարելի է, բայց երբ որ գրած է պրոֆեսոր Ադրբեջանի ակադեմիայի, գիտությունների ակադեմիայի, պատմության ինստիտուտի այտենց գլխավոր հետազոտող կարդում ես, քեզ թվում է, օքեյ։ Դե ոնց որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան շատ դիսկրեդիտացված արդեն կառույց է ու ոնց որ պետք չի հայաստանցի լինել դա իմենաբար այնքան դիսկրեդիտացված կառույց է որ Ֆրանսիայում օրինակ մեր համալսարանը որտեղ սովորում ինքը արևելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտ է ունդեղ կան նույնիսկ շատ պստիկ արևելյան լեզուների ֆակուլտետներ ադրբեջաներեն չկա եւ Ադրբեջանը եկել է ու ուզել է բացի Օրեն ասել են ոնց որ համեցեք, բայց երբ որ տեսել են ինչա բերում Ադրբեջանի իրագիտությունների ակադեմիայից, ասել են ներողություն, ստեսություն, հիմա այնտեղ գրադարանում ուղղակի այդ հարավային Կովկասի բաժինը, ոնց որ դե հայերենի բաժինը, վրացերենի բաժինը մի բան, այսպես ադրբեջաներեն կա, նու գրքեր կան ադրբեջան, այդ թվում Արցախյան կոնֆլիկտի մասին ադրբեջաներեն, ֆրանսերեն գրքեր, այդպես, բայց համալսարանը, այսինքն այնպես չէ, որ մենք այնտեղ ինչ-որ լոբի ունենք հայերով, դա հսկայական համալսարան ասենք, չգիտեմ, չինարենի, ճապոներենի, կորեերենի հսկայական ֆակուլտետներ, ինչ որ մեկը լոբի ունի, այնտեղ ասիացիներն են Ինքը Ֆրանսիայի պետական բուհ է։ Իրանք ուղղակի այդ մարդիկ բացել են, տեսել են Ադրբեջան ինչա բերում, ասել են կներեք, մենք սրանով չենք զբաղվում, այդ կողքի պալատ։ Ուզում ասեմ պետք չէ լի ոնց որ հայ կամ հայաստանցի լինես, որ ասես, օքեյ, այդ մի քիչ հաշվի։ Դեպս ներսում աշխատում է։ Ներսում աշխատում է, բայց հիմնական այդ հենց այդ էմոցիոնալ մարդիկ են, որ գալիս են ու գոռում են քո վրա, այ դու ցիգան, այ դու չգիտեմ, բոշա, հետ գնաց ձեր Հնդկաստանները եւ այլն, ու ես գիտեմ, որ օրինակ սոցցանցերում մերոնք էլ կան, որ գնում են ադրբեջանցիների վրա գոռում են, հետ գնացեք ձեր Ալտայը, որը բավական տափակ ասելիք է ցանկացած կողմից ասել, որտեղ կապ չունի որտեղից են ադրբեջանցի եկել, իրանք արդեն ստեղ են, իրանք իրենց Ալտայը չեն գնալու 1000 տարի Հա, ու եթե օքեյ դու ուզում ես մանգած հայկական հետք ինչ որ Հնդկաստանում, դու այնտեղ կգտնես հայկական հետ ներողություն, մենք ապարտանում ենք, որ մենք մադրասում ունեցել ենք հայկական տպարան, տպվել է հայկական չգիտեմ առաջի սահմանադրությունը եւ այլն, այսինքն եթե դու ուզում ես Հնդկաստանում հայկական բան փնտրես, կգտնես, մի քիչ էլ անխիղճ լինես, բան կանես։ Պետք չի նույնիսկ հա իրանց մեթոդներին դիմել, դու կարաս փաստեր գտնես հայերի մասին։ Հա, այսինքն երկու կողմից էլ դա բավական տափակ բան է ասելու, բայց եւ էմոցիոնալ արձագանք։ Մենակ ես չգիտեմ, իրանք ինչքանով են իրոք հավատում։ Այսինքն սովորական քաղաքացիները Լսի, իրանք ասում են, որ տենց միջինից մի թեթև բարձր կրթություն ունեցող մարդը, նույնիսկ այն սերունդը, որը հայերեն չի տեսել, հասկանում է, որ իրականում դա հայելային բան է, մեթոդ է, էլի կիրառվում, որ դե դուք եթե մեզ ալտա եք ուղարկում, հետո իրանք հասկանում են, որ հայերի ռոպագանդայի տակ գոնե ինչ-որ պատմական արդարության տեսանկյունից էլեմենտներ կան, բայց դե որ մարդուն, որ ասես գնաս տեղից,
չի գնալու, չէ, ինքը վիրավորվելու է ու սկսելու է հետ հարցակվել, հա, բայց չէ, հասկանում են շատերը, բայց կա ինչ-որ մասա, որ դա ամենայն լրջությամբ է ընդունում ու հավատում, հա։ Որովհետև եթե իրոք կա ինչ-որ հատված, որը հասկանում, դա ուղղակի դիալոգի հնարավորություն է։ Կա շատ մեծ այդ հատվածը, կիրթ հատվածը հասկանում է, որ դա ագրեսիվ պրոպագանդա է ուղղակի։ Հա, այդ մի քիչ հույս է տալիս, որովհետև բայց այսինքն աղմուկ այդ հատվածը ոնց որ ստացվում է աղմուկ չի բարձրացնում։ Հա, չէ։ Աղմուկ բարձրացնում է այդ հատվածը, որը գալիս է գոռում է։ Ինչպես է աղջկան, որը հաղորդում էր արել ինձ Սալամ Ժասմին եւ հաներկանում էր որպես ճարտարապետուհի, որպես չգիտեմ ճարտարապետության պատմության մասնագետ, 40 րոպե լուրջ բացատրում էր, որ հայերը այս տարածաշրջանում հայտնվել են 28 թվականից հետո շատ գրագետ, շատ բան աղջիկներ ինչ որ հաղորդում ուներ։ Տեսի, դրան կարան հավատան, որովհետև հենց Ղարաբաղի հետ կապված մի քիչ ավելի ագրեսիվ է իրանց պրոպագանդան, դրան շատերը կարան հավատան, որ հա հայերը ընդհանուր sense Կովկասում ապրել են, բայց այն հողը, որի համար կռիվ են կանում, դա ալբանական է ախր բան, դրան շատերը կարան հավատան, ինձ թվում է։ Հա, այդ մասը շատ ավելի լուրջ, իրանց մոտ շատ մանրամասն է, էլի ամեն էջը նստածրած, որը պետքա խորը, որը պետքա մակերեսային բան, դրան ինձ թվում է կարան շատերն էլ հավատան։ Իսկ հայ կերպարը հիմա փոխվում է պատերազմից հետո իրանց մոտ կարծում ես։ Մի հատ ավելացնեմ նաև հայ կերպարի մեջ ինչ հետաքրքիրելի էլեմենտ կա, ես չգիտեի, որ մենք իրանց համար այդպիսին ենք, մենք բացարձակ տերորիստ ենք իրանց համար։ Հա, դաշնակ։ Այսինքն եթե իրանք հայ են տենում, իրանք անկեղծ մտածում են, որ դու իր հետ ամեն ինչ կարաս անես։ Եթե իրանք այդ պրոպագանդայի կրողն են, ու դա նույնիսկ այն ամենա պոզիտիվ տրամադրված, խաղաղասեր տրամադրվածները բան, իրանց մոտ այդ դաշնակցական տերորը, հա, մի 100 տարի առաջվա, նույնիսկ ինչ-որ ռուսական ուժերի հետ համագործակցությամբ նույնիսկ կենտրոնական Ասիայում ինչ-որ դաշնակներ էլի ինչ-որ բաներ են արել, որոնց մասին մենք չգիտենք։ Այդ տենց քաղած է այդ մասերը, հետո 95 թվականին պատերազմից հետո Բաքվում ինչ-որ մետրոյում տերոր ա եղել, ու իրանք մինչև հիմա, որ ինչ-որ մի բան պայթում է քաղաքում, անկախ իրանցից մտածում են, որ հայերն են։ Ու դա իրոք շատ ուժեղ է նստած մոտները, ասում եմ ամենաբարի, որ sense թվում է, sense լրիվ բաց մարդիկ է, ասում են, լսի, մենք մինչև հիմա մետրո մտնելուց, դա իրանց մոտ դաժե բան դրած, ոնց հասկանում եմ, sense բարի control է դրած, որ չի մոռացվում, հասկանում ես, իրանք ամեն մետրո մուտք գործելուց հիշում են, որ ստեղ տերոր ա եղել, այսպես ասած, այդ տերորիստի կերպարն էլ ինձ համար շատ զարմանալի էր դե, բայց շատ ուժեղ է նստած իրանց մոտ այդ դեգումանիզացիայի շրջանակներում։ Դե նայ, մեր համար օրինակ դա շոկային է, որովհետև մենք գիտենք, որ մենք տերորիստ չենք, բայց եթե դու դա պատմես իսկական սփյուռքահայ ինչ-որ իսկական դաշնակի, իր համար դա շոկ ինքն իրեն շատ լավ կզգա, գուցե։ Հասկանում ես, որ հա այդտենց թող վախենա։ Բայց ադրբեջանցիք այդ տարբերությունը, այսինքն իրենք այդ կոնցեպտը չունեն հայի ու հայաստանցու տարբերության։ Լսի, իրանք ընդհանրապես բազմազանության կոնցեպտը չունեն, որ հայը նույն ձև մարդ է, կարա բարի լինի, կարա չար լինի, կարա բոյով լինի, կարա կոլոտ լինի, կարա չաղ լինի, կարա նիհար։ Ինչ-որ ունիտար կերպար է, էլի, sense հայնա ու վերջ, всё։ Եվ իրենք չեն պատկերացնում այդ ոնց որ մի ազգա ու ինքը ստեղ չի ապրում։ Այնց համար եթե ադրբեջանում է ապրում, ով ադրբեջանում չի ապրում, արդեն ադրբեջանցի չի։ Այսինքն երբ տեսականորեն գիտեն, որ տենց բան կա, որովհետև մենակ մենք չենք, չի ասենք Ադրբեջանում լիքը ինչ-որ հրեաներ են ապրում, հասկանալի է, որ հրեաներն Իսրայելում չեն ապրում, կոնցեպտը կա, բայց երևի իրենց համար ներքին զգացողությամբ հասկանալի չի այդ ոնց է։ Ու դրա համար եթե ինչ-որ Լոս Անջելեսից շատ ռադիկալիզացված ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասում, իրենք դա վերցնում տարածում են Հայաստանի հայերի վրա։ Ու մենք գիտենք, որ մենք չենք գնալու Բաքվում ծերակտան ենք հասկանում ես, մենք գիտենք նաև, որ Լոս Անջելեսի հայերն էլ դժվար գնա Բաքվում ծեր։ Իրանք չգիտեն։ Ու իրանք չգիտեն, որ մենք կարանք համաձայն չլինենք օրինակ։ Այս թվում է, բայց խնդիրը նրանում է, որ այդ բաժանումը, որ դու հիմա տանում ես հայաստանցի սփյուռքահայ,
այդքան էլ մաքուր չի այդ բաժանումը, որովհետև դու Հայաստանում էլ կգտնես մարդիկ, որ կասեն Մինգեչարը խիչ խփեցինք պատերազմի ժամանակ, պետքա вообще նավթի գծերին խփել բան ցենց էլի ու իրանց համար այդ մենք կարանք մտածենք դե հերիքա էշեշ խոսակ օրինակ հա չգիտեմ ինչ որ ռեակցիա տաս իրանք դա շատ լուրջ են վերաբերում ու էլի լուրջ վերաբերվեն ասենք վտանգավոր արտահայտություն է դա էլի չես կարա իմանաս իշխանավորներից էլ ովքեր են տենց մտածում բայց ինչն է հետաքրիր իրանք բացարձակ պրոյեկտում են դա ցանկացած յան ազգանունով մարդու վրա տարիքը կապ չունի, սեռը կապ չունի, հղի կնոջից են որ, հա, որ իր մոտ ամենասենց գեղեցիկ հորմոնալ շրջանն է կյանքի, իրանք նույն կերպ դաժանություն են ակնկալում, որովհետև եւ հա ռոպագանդայի մասը շատ ուժեղ է նաեւ ստացվում բայց ինձ թվում է նմանատիպ, նո ոչ գուցե այդքան սուր, բայց նմանատիպ վերաբերմունք զգուշավորը մենք ունենք թուրքերի նկատմամբ։ Հա այսինքն դու միջին թուրքին որևէ տեղ հանդիպելուց, դա ասեմ, եթե դու իմանաս կողքի սենյակում թուրքա հյուրանոցում դու սենյակի դուռը երկու փակով կփակես ամենայն դեպս, հա? Միջինում, օքեյ։ Միջինում, ասենք դու կոնկրետ կարողա չէ, որ գուցե ինչ որ ժամանակ պարբերաբար իրանց հետ երկրից էլա, Գերմանիայից էլա, հա։ Բայց նու հայաստանցի ես քո համար ինչ որ միջինում դու կզգուշանաս։ Կարողա որ երեխեք էլ ունենաս բան, հա, մի քիչ ավելի զգուշավոր լինես։ Առնվազն ավելի կզգուշանաս, քան որևէ այլ ազգի հանդիպել։ Հա, կներես հետ կանք հարցին հայ կերպարը պատերազմից հետո փոխվում է թե չէ։ Ես հələ որ չեմ զգում այդպիսի փոփոխություն։ Ես զգում եմ ռոպագանդայի ուղղության փոփոխություն, բայց երևի ինչ որ ժամանակ է պետք, որ դրա մեջ հայի կերպարը փոխվի, որպեսզի չի որ ջանքա գնում որ փոխվի։ Էլի ես մասնագետ չեմ, բայց իմ պատկերացմամբ մի ռոպագանդայի ոնց որ արդյունքները կարաս հանես մենակ մի ուրիշ ռոպագանդայով։ Հիմա դու դրան կարաս տարբեր անունենք, չգիտեմ, դենացիֆիկացիան, էլի ռոպագանդայի տեսակ է, չէ՞ դու։ Որտեվ չի կարա վակուում լինի, լցրած է, այդքան գաղափար լցվել է տարիներ շարունակ, դրանք հանում ես դատարկություն չես կարա թողես, ինչ որ մի ուրիշ բան պետք է լցնես տեղը։ Եթե դատարկությունը մնում միշտ գալու են ինչ որ պուճուր էքստրեմիստական խմբեր, որոնք ավելի վատ, ավելի ծայրահեղական բաներ են լցնելու։ Հիմա ոչ մի տիպի ջանք չկա փոխելու։ Կա այդ ուղղությունը փոխելու բանը, չգիտեմ, տեղափոխվենք բան, Արևմտյան Ադրբեջանի ինչ որ կոնցեպտ, որը այս պահի նու համենայն դեպս ինչ որ ես լսում եմ ինքնասանելի լեզվով իրանք ասում են, բանա որ դե օքեյ տեղափոխվեն խաղաղ ճանապարհով, այսինքն հնարավոր է սկսել համարվել հայերի հետ կողք կողքի ապրելը։ Հիմա թե ինչ հեռանկարներով եւ այլն հաջորդ հարցն է, բայց փաստացի հնարավոր է, ուրեմն հայերը էլ այդքան վախենալու չեն, եթե ասում ես մենք կարան գնանք այնտեղ ապրենք մեր բաներում իրանց հետ, ուրեմն էլ այդքան չես սպասում որ գիշերը կմտնի քեզ կսպանի։ Բայց ինչ որ ջանք փոխելու այդ հրեշտահիջի կերպարը չեմ տեսնում ավելի ուղղվածություն այդ որ հայերը եկվոր են, հա, չգիտեմ ինչքան է դա դեհումանիզացիայի մաս, որտեղ Պրինցիպալի մարդկանց մասին է, հա, որ դու մարդկանց մի խումբը բանասանում մի ուրիշ խմբով, բայց այդ խումբը օրինակ ցիգաններ, հա, գնչուների խումբը ավանդաբար համարվում է ինչ որ կրիմինալ, համարվում է այսպես բան, որ սրբություն չունի, որտեղ ինքը մեկա գնալու է, ոչ մի բանի մասին հոգ չի տանում, որտեղ մեկա գնալու է, խումբը որ ավանդաբար բացասական է ընկալվում։ Հա, էլի դեհումանիզացիա ինչ որ մի քիչ light, բայց տեսակա։ Ինձ թվում է, գիտես, իրանց ռոպագանդայի մեջ մեկ-մեկ sense նշмарվում է խաղաղ համակեցության տար ռոպագանդա, որ ոնց դու ասեցիր, երևի էդ էլ է մասն նրա, որ կարանք եւ իրար հետ ապրենք, եթե պետք է, բայց իհարկե ոչ ամբողջությամբ ինքը sense լույսա տալիս հետ է գնում էլի, տեղը կարող է մեկ էլ հաջորդ օրը այնպես բան ասի, որ այսինքն իրանք sense տարբեր տրեկներով հիմա sense ոնց որ բաժանել են թեմաները, մի օր լավն են խոսում, մի օր վատն են խոսում, երևի համել էս մեր մոտ էմոցիոնալ ֆոնը չթուլացնելու համար, բայց հենց բուն հայի կերպարի հետ կապված ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ Ուղղակի գիտես, դեհումանիզացիայի էլեմենտ է, որ ասել իրանք ճիշտ է տերորիստ են, վատն են, մեզ լիքը վատություն են արել, բայց մենք այնքան ուժեղ ենք ու մենք իրանց հաղթել ենք, որ մենք այդ վատ հայի հետ, որ ինչ ենք մոռանում, ինչքան վատն է ինքը,
Կարանք ոնց որ համակեցություն հաստատենք, մենք իրան կարանք խաղաղություն պարտադրենք, այսպես ասած։ Ես տենց ավելի նարատիվ եմ, այդ տրեկով եմ տեսնում, որ իրանք փորձում են համակեցության դուրս գալ, ոչ թե ձևավորված հայի կերպարը ինչ որ փշրելու ու մի քիչ հապկացնելու բան դրա։ Ես նաև տպավորություն ունեմ, որ ռոպագանդայի բոլոր ուղղությունները ջրի երեսին է պահվում, ոնց որ առույգ է պահվում, մի քանի տարբեր երբեմն իրար հակասող մասեր, որովհետև ընդհանուր վիճակը աշխարհում խառն է, ու սպասում են թե որ կողմ կգնա վիճակը, ըստ դրա իրանք կվերցնեն մեկը ու ոնց որ որն էլ վերցնեն, ինչ որ պատրաստի հող կունենան դրա տակ, իրենց հետ կլինի դրա հետ աշխատել։ Ու դա եկամ շատ խելոք բան է։ Հա, դրանք համ կռվի են պատրաստում, համ խաղաղության, համ ասում բոլոր ձևերը մի զամբյուղի մեջ մի դրեք, հա, իրանք այդպես աշխատեն ու ցանկացած իրավիճակում կարող է շահած դուրս չգան, բայց կորցրած դուրս չեն գա։ Առնվազն, դա խելոք բան է։ Ժասմին, դու մեդիա ոլորտում ես աշխատում, սենց մի հատ էթիկայի ու լրագրողի էթիկայի հետ կապված հարց է։ Չեզոքությունը լրագրողի էթիկայի կարևոր տարրերից մեկն է, theoretically նորից տեսականորեն մենք երբեմն խոսում ենք տեսականորեն ինչպես պիտի համակարգերը ճիշտ աշխատեն։ Ինչքանով է հնարավոր կամ անհրաժեշտ նույնիսկ գուցե լինել չեզոք լրագրող, երբ քո այդ թեմաների հետ կապված էլի, եթե դու լրագրություն ես անում, երբ քո պետությունը էքզիստենցիալ, կամ պատերազմական իրավիճակում է գտնվում, եւ ինչ ես կարծում, եթե ընտրում ես դու տենց հայրենասիրական, հա, լրագրությունը, որտեղ է ավարտվում հայրենասիրական պրոպագանդան, որը գուցե օգտակար է զգոն մնալու համար, ու որտեղից է սկսվում կույր պրոպագանդան, որի մատուցողն ես դու դառնում, հա, որպես լրագրող, որպես մեդիայի մասնակից։ Լրագրողների համար գուցե էթիկապես ճիշտ չէ բառ ասել, բայց ես իմ մտքի մեջ բաժանում ունեմ, որ այո, հայրենասիրական, որը տարբեր աստիճանների կարա լինի, տարբեր արտահայտումներով։ Եվ տես մեր երևույթի, որ իմ գլխի մեջ կոչվում է հայրենալրբություն։ Okay։ Այդ երբ որ դու ուրիշ ոչ մի խոսույթ չունես եւ քո խոսույթը կապված հայրիկի հետ շատ ագրեսիվ է։ Դու հերքում ես, մերժում ես ցանկացած ուրիշ բան, հրաժարվում ես խոսել որևէ ուրիշ բանի, հրաժարվում ես որևէ քննադատությունից, որ կարա վերաբերվի քո հայրենիքին, տեղ ինչքան ուզում է տեղին լինի, ու դու մենակ ասած հառաջ ես բրդում այդ գաղափարը, դա ինչ որ առողջ չի, իմ մտքի մեջ կոչվում է այդպես հայրենալրբություն։ Որտեղ անցնում ինքը իմ համար մեծ դիլեմա է, որովհետև օրինակ պատերազմի ժամանակ մենք անընդհատ մեծ քանակի ինֆորմացիա ենք կլանում, չէ, ու այդ ինֆորմացիան ոնց որ մեր համար որ ռազմաճակատում չենք եւ մեր պայքարի միջոցներ եւ մեր ինչ որ չգժվելու միջոցներ։ Ու հետո պարզվեց, որ այդ ինֆորմացիայի հսկայական տոկոսը սուտ է եղել, ու այդ ստի շատ մեծ մաս մեզ տվել են մարդիկ այդ այնց հայրենասիրական մղումներից ելնելով։ Նորից հիմա չեմ խոսում ինչ-որ զինված ուժերից կամ բան, այլ հենց լրագրողներից, հա։ Նույն կերպ պատերազմից հետո շատ հաճախ նույն լրագրողները խոճապ էին տարածում, որ էլի հետո սուտ էր դուրս գալիս, վստահ որ իրանք դա անում են հայրենասիրական մղումներից ելնելով, այսինքն որ մարդիկ պատրաստ լինեն, որ մարդիկ զինված լինեն, որտեղ կան մարդիկ ու ես ճանաչում եմ ու գիտեմ, որ իրոք հավատում են, որ ճիշտ է, այսօր այս լուրը սուտ է, այսինքն այսօր Հայաստանի Հանրապետության վրա տիպը լայնամասշտաբ հարձակում չկա, բայց մեկը վաղը չեմ իսօրը լինում է, դրա համար ավելավա ես այսօր ասեմ, մարդիկ պատրաստ լինեն, ես իրենց փրկում եմ։ Մարդիկ անկեղծորեն հավատում, մարդիկ անկեղծորեն հայրենասիրական մղումներ ունեին, հա, իրենց հայրենակիցներին պաշտպանելու մղում ունեին, բայց արդյունքում դա ուղղակի խոճապի տարածում էր հետպատերազմական երկրում, որը ոչ մի ես այդպես սխեմա չեմ պատկերացնում, որտեղ դա ճիշտ բան է։ Okay, իսկ երբ որ դու դա գիտակցված ես անում, Դե գիտակցված եմ, որ ինչ որ շահ ունես դրանից։ Չէ, մտածում ես, որ հակառակ դեպքում կթուլանա քո հասարակությունը, չգիտեմ։ Այսինքն դու հասկանում ես, որ խոճապ ես տարածում, բայց մտածում ես, որ դա լավ է։ Այն բաներից է, որ իմ պատկերացմամբ մենակ օրենք իրավական կարգավորում կարա ունենա։ Որովհետև եթե այդ մարդը հավատում է, որ դա լավ է, դու կարաս իրան գնաս լիքը խնդրես, աղաչես, բացատրես, որ դա լավ չի,
42 հատ գիրք տաս կարդա, չգիտեմ, հետ կոնֆլիկտային հանրույթների մասին, 7 հատ հոգեբան բերես, որ իրան կբացատրի, թե ինչի պանիկան էս վիճակում մենակ վնասա ու օգուտ չի, որովհետև օրինակ եթե խանութները դատարկվեն, ոչ մեկի դրանից ավելի լավ չի լինի, չէ՞։ Բայց եթե այդ մարդը հավատում է, որ ճիշտ տենց է, հավատում է, որ ճիշտ տենց է, ուղղակի դեզինֆորմացիայի դեմ պայքարի շրջանակներում պետք է ինչ-որ իրավական կարգավորում լինի։ Այդ դիլեմային հարց է, նախ որովհետև դու ոնց ես իմանում ով է ինչ որ հանուն շահի անում այդ ամեն ինչը եւ ոնց ես իմանում ով է անում դա, որովհետև անկեղծորեն հավատում է։ Նախ դա է շատ դժվար բարձել։ Դրա համար ասում եմ իմ գլխի մեջ կա այդ որ հայրենասիրությունն է, որը պլյուս մինուս դու էլի կարող կասկածելի լինի քո համար այդ շահից է, թե իրոք իր էմոցիոնալ ֆոնն է եւ այլն։ Եվ կա այդ հայրենալրբությունը, որը ինձ մեկ է այդ շահից է, իր էմոցիաներից է եւ այլն, այդ է, որ չպիտի արվի, պիտի ինչ-որ, չգիտեմ, բլոկվի եւ այլն, գուցե պատասխանատվության կանչվի, որտեվ այդ դա անթույլատրելի է։ Ինձ թվում է ցանկացած կոնտենտ, դաժե եթե հայրենասիրական չի, որը այտենց լրբություն է, այսինքն այլանդրանքային կարծիք կամ դիսկուսիա, հա, քննարկում չի ենթադրում, ենթադրում է կամ մեզ հետ ես, կամ դու թուրք ես, դավաճան ես, թուրք ես եւ այլն, ինչ որ ագենտ ես մեկի, խնդրահարույց է հատկապես որ դու մասնագետն ես ու մեդիայի ներկայացուցիչ ես, հա, դու կարծիք ձևավորող ես, հասարակության էմոցիաների վրա ազդող ես, այդ ռադիկալացումը, բացարձակացումը կամ մի հատ ճիշտ ու մնացած բոլոր սխալ, բայց հա պատերազմի դեպքում հայրենասիրական կոնտենտն է, որ կարա այդպես ծայրահեղացնի ու լուծումների փնտրտուքը ուղղակի անհնարին դարձնի։ Դու կամ սենց մեզ հետ նույն պաթետիկ ալիքի վրա ես կամ ով ես դու ընդհանրապես։ Ու նաև այդպես կոնֆլիկտների ինչ որ ակտիվ ֆազայի դեպքում իմ համար ֆիլտրը տարբեր հա, ասենք եւ ռազմական թղթակիցները եւ ուղղակի լրագրողները եւ լուծաբանները եւ այլն, ուսումա դա լավ ֆիլտր է։ Ինչի վրա դրած իր շեշտը։ Որովհետեւ պատերազմում կա երկու կողմ, հա, կան մերոնք ու իրանք, մենք եւ ուրիշները։ Ու եթե քո կոնտենտում շեշտը դրված է ուրիշների վրա ու թե իրանք ինչքան վատն են, ոնց որ էլի դեհումանիզացիայի վրա, իմ համար դա ավտոմատ ոչ վստահելի հեղինակա, ոչ վստահելի բովանդակություն է, որովհետև պատերազմի ժամանակ, այսինքն ինչ որ մեկը քո վրա հարձակվել է, արդեն իրական չի, ինքը վատն է, լավն է, չգիտեմ, տառականի է նման, ոչխարի է նման, ինչի է նման, դու արդեն պատերազմի ակտիվ ֆազայում ես, ոնց որ բովանդակություն ստեղծողի, հա, ընդունելով որ ասենք, չգիտեմ, թեկուզ 100 հոգի իրան կարդում է, իմ պատկերացման մեջ քո առաջադրանքն է այդ մարդկանց ինչ որ օգուտ տալ, ինչ որ լուծումներ, մոբիլիզացնել, չգիտեմ, ինչ որտեղ դուխ տալ, ինչ որ ձև ասել, չգիտեմ, հավաքեք ձեր այդ emergency պայուսակը, ինչ դնել մեջը եւ այլն, այսինքն այն ինչը կարա օգուտ տա հոգեբանական կամ պրակտիկ կամ ինչ որ չգիտեմ ճանապարհներ եւ այլն, եթե քո շեշտը դրած է նրա վրա, որ այս հրեշները, այս դահիճները, այս սերիկաները եւ այլն, ավտոմատ ես ֆիլտրում եմ ու ինչի համար էլ ադրբեջանական մեդիան կարդալը շատ ներվայնացնող է իմ։ Բացի ինձ որ հոգեբանորեն դժվար է իհարկե, բայց նաեւ ուղղակի ինտելեկտուալ առումով ներվայնացնող է, որովհետեւ դա շատ մեծ մասն է կազմում իրանց կոնֆլիկտ, այսինքն իրանց հայրենասիրական կոնտենտում մենք ավելի շատ ենք, քան իրանք։ Հա։ Միանշանակ։ Այդ նորմալ չի։ Դե գիտես, ուղղակի իրանք զուգահեռ ռազմական ու դիվանագիտական առումով աշխատել են 30 տարի, իսկ մենք շատ հաճախ էմոցիոնալ ֆոնն ենք ավելի ուժեղ ապահովել, էլի։ Այն նորմալ չի, բայց իրանց դա պետք է եղել, իրանց ժողովուրդը փաստորեն իրանց պետք է եղել հենց մոբիլիզացնելու համար, փաստորեն անընդհատ հիշացնել, որ չէ, հայը ձերեն Բաքվի հարևանը չի, էլի, հայը իրանք դրա շուրջ ձևավորվել են, ասացի իրանց ասես ազգային նույնականացումը դրա շուրջ է տեղի ունեցել։ Մենք հայ, հա, այսինքն մեր գոյությունը, իրանց կողքը ու մեր կոնֆլիկտը օգնել է, որ իրանք ձևավորվեն որպես միասնական ինչ-որ հանրույթ, պետություն, ազգ, թեև ազգ բառի հետ իրանք օքեյ չէ ոնց որ շատ, բայց ամեն դեպքում հա որպես միասնական հանրույթ իրանք ձևավորվել են թշնամու կերպարի վրա, որը ենք մենք։ Բայց էլի այդպես չի որ ինչ-որ
յուրահատուկ բան է կամ իրանք տենց առանձնահատուկ վատն էին, որ տենց շատ-շատերն են տենց շատ-շատ ազգեր ձևավորվել են որպես հակա դե որ մտածես մենք էլ 100 տարի առաջ բավականին մեծ տոկոսայնությամբ հակաթուրք ենք որպես պետականաստեղծ այդ ալիքը մեր հակաթուրքականության վրայով անցել էլի 100 տարի առաջ բայց այդ ժամանակ իմպերիայից տրոհվող ազգերի մոտ դա ստանդարտ այդպես նարատիվ էր ուղղակի հիմա իրանք որպես քաղաքական միավոր հակահայության վրա իրանք էլ են բացահայտ խոսում դրա մասն էլի որ միավորվել են չէ հետ գաղութային ոնց որ բան չէ իրանք էլ են եղել ինչ որ առումով գաղութ եւ այլն ու ռուսական կայսրության մաս եղած չգիտեմ հետո սովետական միության մաս եղած երկրները շատ հաճախ իրանք բան են անում որպես հակակայսրություն Ադրբեջանում չէ իրանք կայսրության հետ ոնց որ չէ ունեն լսի երբեմն ասում են ու նույնիսկ լուրջ մասնագետներ որ օրինակ Իրանի նկատմամբ իրանք կարող են նույնքան այտենց խորքային վախեր ունեն հա ոնց մենք Թուրքիայի հետ կապված պլյուս Ռուսաստանի հետ ունեն չէ իրանք դա ակնհայտ որպես օկուպացիա են ընկալում Ռուսաստանը Կովկասում էլի բայց դա ձևավորող գործոն չի ձևավորող գործոն ոնց որ մենք ենք անում գիտես ինչի իրանք մեզ ընկալում են որպես գործիք այդ երկու իմպերիայի ձեռքերում ու նեղանում են մեզնից էլի են որ ինչի եք դուք պիտի մեր հետ լինեիք իրանց դեմ դե կոնե մեր հետ էլ չլինեիք ասենք ինչի եք Ռուսաստանի համար ոնց որ մեր դեմ այսպես կամ Իրանի հետ մեր դեմ բայց էլի իրանց պատմաբաններ կոնֆլիկտոլոգներ ասում են որ հատկապես Իրանի նկատմամբ վախը շատ խորն է նստած իրանց մոտ կարող է չխոսան դրա մասին կարող ասենց ցույց տան որ ով է եղած Իրանը բան բայց նույնիսկ Ռուսաստանից այտենց չեն վախում ոնց որ իրանց մոտ դե գիտես իրանք Իրանից всё-ը տրոհված են էլի մշակութային առումով էլ բան ու այդ վախը կա որ հետ ասիմիլացվելու հանուն արդարության Իրանը ինքը վախենալու բան է ու այն որ մենք Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ես ամեն անգամ երբ որ այդ թեմայով խոսք է բացվում ես մի տեսակ թեթևացում եմ զգում որ մենք իրանց հետ ունենք բարեկամական հարաբերություններ որտեվ Իրանը նույնիսկ քաղաքական առումով չգիտես մենթալ առումով մանավանդ մեր պատկերացման մեջ անընդհատ այդ Իրանը ինչ որ գալիս է ինչ պատմության մեջ պատմության եւ պատմությունների ինչ ավելի այսինքն ինչ որ հեքիաթ է պատմում երեխուն այդ հեքիաթի մեջ ինչ որ պարսիկ մեկը կհասկանաս ինչ որ հին ժամանակներից եւ այլն Անահիտն է պատմում հա մեզ համար դա տենց մշակութային հա ինքը տենց բախանալու բան է գիտես էլի իրանց կոնֆլիկտոլոգներից մի բան ասեմ եթե երկարաժամկետ նարատիվը իրանց վերցնես ոչ մեր կոնֆլիկտի հետ կապված այլ այդ ադրբեջանական նարատիվը հա մերը բազմաչարչար ազգի նարատիվն է որ մենք սենց հազարամյակներով չարչարվում ենք իրանք իրանց ասում է իրոք զգում են տենց ոնց որ երկու պրեսինգի մեջ էլի սենց երկու կողմից ու իրանք նարատիվ ունեն որ իրանց հողերը գնալով քիչանում են իրանք անդադ պայքարում են հողի համար թե Իրանից թե իրանք Իրանի հյուսիսը որպես Ադրբեջան են հասկանում էլի իրանք տենց իրանց զգում են երկու կայսրությունների արանքում Էդ էլ է բավական ծանր նարատիվ երբ որ դու մտածում ես մենք կոնե մենակ Թուրքիայի չնայած հիմա Ռուսաստանից էլ ենք զգում չգիտեմ բայց իրանց այդ երկարաժամկետ տանջվող ազգի նարատիվը հող կորցնելու մասին է, որը սենց վերևից ու ներքևից ուզում է իրանց այսենց անի էլի հա իրականում այդ վախը իրանց մոտ փաստորեն երկարաժամկետ նստած է ինչքան էլ հիմա դրա մասին չխոսան կամ ձև տան որ չկա այդ վախը գոյություն չունի այդ միֆոբիան բացեի թողալ չէ հա լսի որ խոսում դու մենակ նայ Իրանի մասին իրանք ոնց են գրում խոսում կզգաս այդ էքզիստենցիալ որ վախ իրանք մեր նկատմամբ չունեն էքզիստենցիալ վախ եկեք անկեղծ լինենք մենք ունենք հա բայց իրանք չունեն իրանք մեզնից ունեն այդ նեղացած բանը որ տիպը Ռուսաստանի համար մեր հետ վատացած ամենը ադրբեջանական հանրությունն էլ է վախեցած ու վախացրած հանրույթ ու իրանք նպատակը դրված վախացնում են որովհետև մեզնով նրանով
որովհետեւ խացրեցանիչը հեշտ է կառավարել։ Հա լսի, ես գիտեի մենք ենք մենակ տենց ասում, բայց իրանք անդադ ասում են մեր բախտը ինչի չի բերել հարևանների հետ, շրջապատված ենք զուտ վատ հարևաններով, նույնիսկ վրացիները, որը իրանց համար ամեն ինչ անում ենք, մի հատ ձեն չենք անում, որ պահը գա հայրից քիչ են մեզ սիրում, տիպը բան էլի սենց։ Այս գիտի մեզ չեն սիրում վրացիները։ Մի տեսե։ Չէ։ Ով կմտածեր։ Քաղաքակրթական մեզ մի ձև ընդունում հարգում են, բայց այդ նույնն են, որ Աստված իմ խեն մեզ սենց հարևաններ տվել վիճը։ Դե մի հատ պատկերացրու սենց զգաս քեզ էլի, սենց այս սենց զգաս, այդքան էլ հեշտ բան չի, բայց դե հիմա իրանք այդ հետ պատերազմյան էյֆորիայի վրա են, հիմա շատ դժվար է վախեր ֆիքսել իրանց էմոցիաների մեջ։ Ժասմին, շատ հետաքրքիր է այս թեմայի շուրջ զրուցել, քո հետ այս թեմայի շուրջ արդեն մի քանի տարի է զրուցում ենք, բայց առաջարկում եմ այստեղ ընդմիջենք, կոֆե խմենք, նորից հավաքենք մեր մտքերը ու մենք ընդմիջման ժամանակ ենք խոսալու այս թեմայից եւ շարունակենք թեման։ Ձեզ խորհուրդ կտանք մեր երկրորդ մասն էլ դիտեք անպայման, քանի որ թեման բավականին արտիական է ու բոլորիս համար կարևոր։